երկրի կառավարություններուն կողմէ միջամտություններ ապահովել։ Լսենք նաև Տիկին Սիրամիշին։ Նախ նշեմ, որ քանի դեռ այս խնդիրները իրենց լուծումը չեն ստացել, կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը չպետք է հրաժարվի այս խմբերի իրավական պաշտպանության գործիքակազմից, եթե մենք հավատում ենք, որ իրավականից զատ այլ լուծումներ կան, ինչպես օրինակ քաղաքականն է, ապա դրա արդյունավետությունը պետք է տեսնենք մինչև խաղաղության գործընթացի եզրափակումը։ Եվ եթե խաղաղության գործընթացը եզրափակված է եւ մենք ունենք ուժի մեջ մտած ակտեր, բայց խնդիրները գերիներին, անհետ կորած անձանց վերաբերող իրենց լուծումը չեն ստանում կամ չունեն դրական տեղաշարժեր, սա վերահաստատում է, որ քաղաքական ճանապարհը տապալված է, ուստի պետք է շարունակաբար աշխատել իրավական պաշտպանվածության ուղղությամբ եւ այստեղ շատ կարեւոր խնդիր բարձրաձայնվեց հրաժարումը մասնագիտական տեսանկյունից հարցը ներկայացնեմ, որ եվրոպական դատարանում ըստ էության երբևէ չի եղել նման իրավիճակ, որ պետությունը հանձնառելով անձանց իրավունքների պաշտպանություն մտնի իրավական պայքարի մեջ, սակայն որևէ կետում հրաժարվի այդ պայքարը իրականացնելուց եւ մենք չգիտենք, թե ինչպիսին կարող է լինել մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը, որտեղ սա աննախադեպ իրավիճակ է, չկան ձևավորված իրավական դիրքորոշումներ եւ մենք չունենք կանխատեսելիություն նաեւ դատարանի վարքագծի մասով, բայց եթե անալոգիա անենք անհատական գործերին, երբ անհատն է դիմում իր իրավունքի պաշտպանությամբ եւ հետագայում հրաժարվում է իր գործից, եվրոպական դատարանը ավտոմատ չի դադարեցնում գործի քննությունը։ Օրինակ կան գործեր, որոնք ունեն բարձր իրավական արժեք եւ այդ գործերով ձևավորվող ստանդարտները ազդում են ոչ միայն կոնկրետ տուժողի վրա, այլ դրանք կարող են հղկել մի ամբողջ մարդու իրավունքների համակարգ ազգային մակարդակներում եւ կան արձանագրված դեպքեր, երբ դատարանը չի ընդունել հրաժարումը այն պատճառաբանությամբ, որ արդարադատության շահը պահանջում է տուժածի իրավունքների խախտումների ճանաչում։ Եվ ես նշեմ, որ իրավունքի խախտման ճանաչումը դա բարոյական վնասի հատուցման ձև է։ Այսինքն նույնիսկ եթե մենք չենք խոսում նախկին դրության վերականգնելու նյութական պատասխանատվության մասին, ինքնին ճանաչելը ճշմարտության դա բարոյական սատիսֆակցիայի եւ խիստ կարեւոր է։ Եվ այս պարագայում նշեմ, որ իրավապաշտպանական համայնքը ունի հստակ դիրքորոշում, որը կոմունիկացվում է եւ ավելի ինտենսիվությամբ կոմունիկացվելու է մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որ միջպետական գանգատներից հրաժարման պետության կամ արտահայտությունը չպետք է հանգեցնի ավտոմատ այս գործերի քննության դադարեցման եւ եվրոպական դատարանը պետք է կարևորի արդարադատության շահը, այստեղ կան տուժողներ, որոնք իրենք են առարկում գործերի դադարեցմանը եւ եթե դատարանը առաջադեմ գտնվի եւ մերժի հրաժարման խնդրանքները, ապա մենք ունենք տեսական հնարավորություն, որ գործերը բոլոր դեպքերում կքննվեն եւ այստեղ այդ ճշմարտության ուղին մեզ համար չի փակվի։ Հայաստանի Հանրապետության պրոակտիվ դերը ես կարևորում եմ դիվանագիտական քաղաքական հարթակներում, քանի որ այն կարող է ինտենսիվացնել նաև միջազգային ճնշումը։ Հայկական համայնքների գործունեությունը մեզ համար տեսանելի է եւ մենք նաև դրական տեղաշարժեր ենք տեսնում, դրա ազդեցությունը էապես կմեծանա, եթե նույն Սփյուռքահայ համայնքը կարողանա ճիշտ ուղերձներ ստանալ Հայաստանի իշխանությունների կողմից, օրինակ ինչպես գիտեք, սեպտեմբերյան զարգացումներ եղան Վաշինգտոնում, մի քանի կարևոր նախաձեռնություններ քննարկվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, օրինակ ներկայացուցիչների պալատի արտաքին
հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց մի օրինագիծ, որը պարտավորեցնում է ամերիկյան վարչակազմին, գործադիր իշխանությանը ակտիվ դեր ունենալ գերիների ազատ արձակման հարցում, ընդ որում այստեղ մենք տեսնում ենք նաև բարոյաքաղաքական տարր է, քանի որ խաղաղության համաձայնագիրը կնքվել է հենց ամերիկյան հովանու ներքո, սակայն այստեղ լռում են մարդու իրավունքների խնդիրների մասին, ապա պետք է ստեղծել փոխարինող գործիքներ մարդու իրավունքների տարը չանտեսելու համար, եւ մենք պետք է հետևել եւ հասկանալ, թե ինչ ճակատագիր կունենա այս նախագիծը լիագումար քննարկումների ընթացքում։ Մի նախագիծ, որը նույնքան հաջողությամբ առաջ չմղվեց, բայց ունեցավ երկուսակցական քաղաքական աջակցություն, դա պատժամիջոցներին առնչվող եւ ԱՄՆ-ի կողմից ռազմական համագործակցությունը սահմանափակող նախագծերն էին, բայց սա ցուցադրում է, որ անգամ ամերիկյան իրականության մեջ քաղաքական մարմինը կարող է այնքան հեռու գնալ, որ քննարկման առարկա դարձնի ադրբեջանական այն պաշտոնյաների պատասխանատվության հարցը, որոնք ուղղակի կամ անուղղակի ներգրավվածություն են ունեցել պատերազմական հանցագործությունների, մարդասիրական այլ խախտումների համար, եւ եթե նման պահանջարկ կա այլ հասարակություններում, կարծում եմ առավել հետևողականություն պետք է ունենա մեր հասարակությունը եւ իհարկե մեր իշխանությունը։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալություն եմ հայտնում բանախոսներին մեզ հյուրընկալելու համար, նաև շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր որ արձագանքեցին, լուսաբանեցին, շնորհակալություն։ Շնորհակալ։